Վանաձորցի Սարիբեկ Մոսինյանը 5 տարեկան է, նա այսօր գրանցվեց Հայաստանի դյուցազնագրքում, նախապես խոստացած 950 անգամ կքանից վարժության փոխարեն 32 րոպեում Սարիբեկը կատարեց 1111-ը։ Նմանատիպ ռեկորդ 7,5 տարեկան հասակում սահմանել էր Սեյրան Ֆարմանյանը, կատարելով 3124 կքանիստ, իսկ Սարիբեկ Մոսինյանը այս տարիքում միակ ռեկորդակիրն է։ Սարիբեկ Մոսինյանի կատարածը դա ավելի ֆենոմենալ է, քանի որ 2,5 տարիք դա քիչ տարիք չի եւ նա ուներ պոտենցիալ, նույնիսկ կարող էր ավելի շատ կատարել, բայց քանի որ մենք գործ ունենք նուրբ մարմնի հետ, փոքր երեխայի հետ, պետք չէր այդքան, նա ժամանակի ընթացքում կամաց կբարելավի իր ռեկորդը։ Սարիբեկը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանաձորի Հայորդաստան կարատեի դասարանի սան է, զբաղվել է նաև մարմնամարզությամբ։ Սարիբեկի մոտ այս ունակությունները ծնողները նկատել են ընդամենը 20 օր առաջ։ Սարիբեկի ռեկորդը գրանցելու համար ներկայ են դյուցազնագրքի հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը, հանձնաժողովի անդամներ Հմայակ Կարապետյանը, Բորիս Թովմասյանը եւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի Լոռու մարզի ներկայացուցչության նախագահ Գևորգ Շահինյանը։ Վերջինս Հայաստանի օլիմպիական կոմիտեի անունից Սարիբեկ Մոսինյանին հանձնեց դրամական պարգև։ Հինգամյա Սարիբեկ Մոսինյանը նույնիսկ չի հասկանում, որ այսօր ինչ մեծարանքի է արժանանում եւ ինչու։ Նա դեռ չի ճանաչում Գինեսի ռեկորդակիրներին եւ դյուցազնագրքում ներկայացված հայորդիներին, բայց արդեն իսկ վերջիններից շարքում է։ Եզակի լինելու գաղափարը Սարիբեկ Մոսինյանի պատկերացումներից առայժմ դուրս է մնում։ Ես պպրեի վերկանցի ընկեր խաչքը կանգնացեց։ Սարիբեկի մանկական միտքը դեռևս չի կարողանում ընկալել իր շուրջը տիրող ոգևորությունը։ Վարժությունը ռեկորդային թվի հասցնելուց հետո էլ նա ցույց չտվեց ուրախության եւ ոգևորության նշաններ։ Նույնը չի կարելի ասել սակայն նրա հոր մասին։ Մի 20 օր առաջ երեխեն ինքն իր կամքով ոնց որ ասեց վերավելանեմ, միշտ 50 հատ 100 հատ անում էր, հետո ցանկություն հայտնեց, որ ավելի շատ անի, թողեցի, հասավ 220, հաջորդ օրը նորից պահանջեց, որ ավելանի 330 ու զգացի, որ մի քանի օրը 100 ավելացրեց։ Միայն Աստծուց եմ գոհ ամենաշատը, որ այսօր ուժը տվեց իմ երեխուն, չգիտեմ, ուղղակի անբացատրելի այդ ամեն ինչը։ Վանաձորցի 5-ամյա հրաշամանուկ Սարիբեկ Մոսինյանի ինքնատիպ սխրագործությունը գնահատվեց ոչ միայն հայկական դյուցազնագրքում, այլև քաղաքապետարանի եւ ավականու կողմից։ Մարտի 16-ին Սարիբեկը 32 րոպեում կատարել էր 1111 կքանիստ վարժություն։ Այս կապակցությամբ համայնքի ղեկավարության եւ ավականու կողմից նրան շնորհվեց պատվոգիր, դրամական եւ իրային նվերներ։ Մեծ հույսեր ենք ապրում բոլորս իրեն հետ եւ մեր ավականին, մեր ընկերները միասին հավանության արժանացրեցին իր կատարած արձանագրը։ Շնորհավորում ենք Սարիբեկին։ Այս սակավը մեդալայով ոչ միայն անհատական ռեկորդ է, այլ մեր Սարիբեկին ներգրավել մեծ սպորտ եւ նա ավելի շատ մեծ սպորտային հաջողություններ է։ Սարիբեկը առաջ չեմպիոն։ Նրանք իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցելու երեխայի առաջիկա նպատակների իրագործմանը, մաղթեցին նորանոր նվաճումներ։ Սարիբեկը 3 տարեկանից զբաղվում է կարատեով, զուգահեռ նաև մարմնամարզությամբ։ Հոր Արեն Մոսինյանի հավաստմամբ այս ամենն իրականացվում է միմիայն փոքրիկի ցանկությամբ։ Նախատեսած պլաններ շատ կան, հասնելու ենք առավելագույնին։ Ճիշտն ասած, հունիսի 1-ին նախատեսած կա, որ ցուցանիշի բարձրացում լինի։ 2000-ի սահման նախատեսած կա, Աստծո հաջողությամբ, եթե ամեն ինչ նորմալ լինի, քանի որ անցյալ անգամ երեխան հենց նույն գիշերը ջերմել էր, ու նույն ջերմությունը վրան երեխան շատ վատառողջ վիճակում կատարեց վարժությունը ու դարձավ դյուցազն։ Հունիսի 1-ին նախատեսվում է փոքրիկ դյուցազնի նոր մրցելույթը։ Պապան ինձ օգնել է, որ 1111 հատ կքանստանի որ ռեկորդ սահմանի։ Ես հաջորդ մսում էին 2000 հատ անելու։ Ես ուզում եմ մեծանամ, որ դառնամ հերոս։ Հրայր Հակոբյան, Կամոց Ատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։ Հնգամյա Սարիբեկ Մոսինյանը սահմանեց եւս մեկ ռեկորդ՝ 57 րոպեում կատարելով 2013 կքանիստ վարժություն։
Փոքրիկ ռեկորդակիրը աչքի է ընկնում բացառիկ ֆիզիկական ընդունակություններով։ Նա 3 տարեկանից զբաղվել է կարատեով, նաև մարմնամարզությամբ։ Սեփական ցանկությամբ նա այս անգամ կրկնապատկեց նախորդ ցուցանիշը։ Մարզիչ Խաչիկ Երեմյանի օգնությամբ 2013 թվականի մարտի 16-ին նա սահմանեց Հայաստանի Հանրապետության ռեկորդ, գրանցվելով դյուցազնագրքում։ Կատել ենք իր մոտ ֆիզիկական բարձր տվյալներ, հատկապես կքանիստ վարժությունում։ Ինքը մարտի 16-ին ռեկորդ սահմանեց Հայաստանի դյուցազնագրքի համար, կատարելով 1111 հատ։ Այսօր երեխաների պաշտպանության օրը մենք իրեն պատրաստեցինք այդ ռեկորդը ավելի բարձր սահմանելու համար, կատարեց 2013 անգամ։ Չբավարարվելով առաջին ռեկորդով, նա քննություն հանձնեց երկրորդ անգամ, եւ պատահական չէ, որ նրան անվանում են հրաշամանուկ, ով օրհնված է Աստվածատուր շնորհքով։ Ես մենակ ինձ սարեց ճոկնեցուց։ Հանձնաժողովը բարձր գնահատեց փոքրիկ դյուցազուն Սարիբեկի ֆիզիկական պատրաստվածությունը։ Արդյունքները կքննվեն դյուցազնագրքի հանձնաժողովի կողմից, որից հետո այն կգրանցվի ռեկորդների գրքում։ Նախկինը մարտի 16-ին ա եղել, մոտավորապես որոշակի հանգիստ ունենալուց հետո մի 10 օրյա հանգստից հետո սկսել է ինքը նոր պարապմունքները, տևողությունը մոտ կազմում է երևի 2 ամիս։ Իր բնատուր ուժը իրեն բավարարում է, որ ասենք իր մոտ ամեն ինչ հաջող անցնի, հաղթահարի, իսկ այսօրվա համար ինչ կատարեց ինքը, դա իր ուժերից ոչ թե վեր էր, ընդհանրապես մի փոքր շոկներ երեխուն խղճացնեմ, ուրիշ ոչ մի խնդիր չուներ երեխան։ Մաշտոց կրթամշակութային կենտրոնի կողմից հնգամյա Սարիբեկ Մոսինյանը սպորտի ասպարեզում եզակի հաջողությունների եւ դյուցազնագրքում գրանցվելու առթիվ պարգևատրվել է շնորհակալագրով։ Սարիբեկ Մոսինյանն աշնանը պատրաստվում է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում։ Քրիստինե Մելիքսեթյան, Ելենա Սաքանյան, Լորի հեռուստաընկերություն։ Շարունակում ենք թողարկումը, այս հատվածում խոսելու ենք վանաձորցի Սարիբեկ Մոսինյանի մասին, ով ավելի շատ հայտնի է հրաշամանուկ անունով։ Վերջինս, ինչպես գիտեք, մի քանի անգամ դարձել է Հայաստանի ռեկորդներն իր մեջ ամփոփող դյուցազնագրքի հերոսը։ Ինչպես է ապրում եւ ինչ նոր ռեկորդներ է պատրաստում լոռեցի հրաշամանուկը, գիտի Անահիտ Կարապետյանը։ Սարիբեկ Մոսինյանն այն հրաշամանուկն, ով 5 տարեկանում արդեն Հայաստանի դյուցազնագրքում իր ուրույն տեղն ունի։ Փոքրիկ Սարոն 2013 թվականի մարտի 16-ին սահմանեց իր առաջին ռեկորդը կատարելով 1111 կքանիստ 32 րոպեում եւ առաջին անգամ հայտնվեց Հայաստանի ռեկորդների գրքում։ Ամիսներ անց հունիսի 1-ին երկրորդ ռեկորդը սահմանեց կատարելով 2013 կքանիստ արդեն 57 րոպեում։ Կրկնակի ցուցանիշ ու նորից դյուցազնագրքում հայտնվելու հնարավորություն։ Սարիբեկ Մոսինյանը մեծ հետ զրույցում ներկայացնում է իր առօրյան, սկսում այն իր անուն ազգանունից։ Մոսինյան Սարո Արենի, հագնում եմ սորերս ու գնում եմ դուրս։ Հենց դրան մարդ չի եղնում, մի հատիկ գնում են բան առնեն ճղնողները, ասում եմ իրանց երեխուն կանչում են, խաղում ենք իրար հետ։ Օրվա հիմնական անելիքները լոռեցի փոքրիկ ռեկորդակիրն սկսում է մանկապարտեզից։ Ի դեպ կարևոր պայման է նախ փոքր եղբորն իր խումբ ուղեկցել, այնուհետ միանալ մանկապարտեզի իր ընկերներին։ Նախակրթական ուսումնական հաստատություն հասնելուն պես Սարոն շտապեց մեզ ցույց տալ իր նկարը, որը փակցված է մանկապարտեզի օրվա հերոսը անկյունում։ Հարցին, թե Հայաստանի դյուցազնագրքի հերոսը ինչ է ուզում դառնալ, միանգամից պատասխանը հնչեց. Հերոս, ծաղին պասպանեմ, իմ աղբերներին, բոլորին։ Գնալու եմ բանակում է, կռվելու եմ։ Ու այս ամենը հավաստող պատասխանը երգի տեսքով կրկին չուշացավ։ Մեզ թրերը միշտ ամուր են, հուր են, սուր են, և թող իմանան բոլորը, մեր անունն է հայկական բանակ։ Սարիբեկ Մոսինյանը խոսեց նաև իր պարապմունքների ու սահմանած իր իսկ խոսքով ոչ դժվար ռեկորդների մասին։ Սարիբեկի հայրը նշում է, որ տղայի մոտ անսովոր էներգիան դեռ ավելի փոքր տարիքում էր նկատվում, հենց դա հիմք հանդիսացավ որդուն սպորտով զբաղվելու հնարավորություն տալուն։ 3 տարեկանից սկսել է զբաղվել կարատեով։ Օրվա անբաժան մասն են կազմում պարապմունքներ ընկեր Խաչիկի հետ։ Վերջինս նաև խոսեց լոռեցի ռեկորդակիր իր սանի ֆիզիկական պատրաստվածության մասին։ Կատարում է այն, ինչ որ ես իրան առաջադրում եմ ու շատ գոհ եմ մնացածներից, շատ տարբերվում այնքը այդ տարիքում։ Դե այդ տարիքում հնարավոր չի այդքան, ասենք, մեծ ֆիզիկական տվյալներ ունենալ։ Իր մոտ բնածին է դա տրված։ Փոքրիկի հայրը նշում է, որ չնայած որդին շատ է տարված սպորտով ու անընդհատ պարապում է, հորինում ինչ-որ վարժություններ ու համարներ, այդուհանդերձ գրականության նկատմամբ եւս անտարբեր չէ։ Դեռ 3 տարեկանից արտասանում է Մարո պոեմը։ Մենք էլ այդ հարցում համոզվեցինք։
Հայրիկն ինձ բարկացավ, ճեճեց նրան ու ասավ, դուրս իմ տանից սևեր ես, երբ չնայիս դեպա մեզ, ոչ չտնես էլ տունես, մրոտեց իրան ունես։ Լալով ճաշկած դեմքը, թողեց մարոն հոսենքը, ու ազատված իր հորից, փախած չովան կարորից, չոված պատրած օրերով, կոչում ես նա օրերով, ու չեր գալի խղճալի, օջախի սուրճ օտարի, կամ հանդերում էր մենակ, են հանդերում ծարունակ։ Մոսինյան ռեկորդակիրն իր սահմանած ռեկորդները սովորեցնում է նաև փոքր եղբորը, սիրում է խաղալ բակում ու մուլտֆիլմեր դիտել, նկարել ևս սիրում է, ասում է, որ ամենաշատը սիրում է երբ հոր ու եղբոր հետ մարզադաշտ են գնում, պարապում, որ ավելի ուժեղ դառնա ու նոր ռեկորդներ սահմանի, որդու հետ կապված սպասումները շատ են, խոստովանում է հայրը։ Եվ ֆիզիկական եւ մտավոր ունակությունները մեծ են։ Ես չգիտեմ իր այդ ուժերը ոնց ղեկավարեմ, ոնց կարգավորեմ, որովհետև դա մի քիչ արդեն իսկ մասնագիտական է։ Ես ուղղակի կպայքարեմ նրա համար, որ ստացվի դա ու միջոցով ու օգնությամբ, բայց անպայման այս ուժերը պետք է աճեն, բարգավաճեն։ Սարիբեկ Մոսինյանը պատրաստում է նոր հեղինակային ռեկորդներ, խոստանում շատ պարապել ու չնայած խոստովանում է, որ Բա դու խելոք տղա ես, թե չէ։ Այդուհանդերձ խոստանում է լսող լինել ու հերոս դառնալ։ Անահիտ Կարապետյան, Արմեն Շալբազյան, Մոլորակ։